Պապիկի ձեռքը ոչ մի րոպե բաց չթողնելով պատվո պահակախմբի զինվորներին ոտքից գլուխ զննելով Նեան աչքի պոչով այգու խորքն է նայում որ տեսնի ինչ կա սպիտակ սավանի տակ արվեստանոցում տեսել է ոնց է պապը 2 տարի քանդակում ու պատմում լեգենդար մարշալ է մնացածը կիմանա երբ մեծանա Իրանք հեքիաթի մեջ են ապրում հիմա այս իրա համար հեքիաթ է Իր հեքիաթների հերոս մարշալի հուշարձանը բացելու է նաև Նեան։ Պապը նրան Նե Միշել է անվանում, Նապոլեոնի խիզախ մարշալի պես։ Մինչև այդ դիրքավորվել է զինվորների կողքին ու ոչ առաջին անգամ լսում է, ինչպես է պապը հուզվում հենց խոսք է բացվում մեր ժամանակների մարշալ զինվորների մասին։ Վերջապես մենք ունենք մեր բանակը։ Դրանից բարձր ինչ կարող անենք։ Հուզվում ենք էլի որ հայոց բանակ ենք, դա հիմա էլ հուզվեցի։ Ինչպես քանդակել Համազած Բաբաջանյանի արձանը Համլետ Մատինյանը սկզբում որոշել էր Հյուսիսային Արցախում Չարդախլույում ծնված մարշալին պատկերել ծառ տնկելիս խորհրդանշական իմաստով Ծառ տնկող մարշալը ծառի շիվը ձեռքին դե մի հատ միտք էի ուզում զարգացնել որ իրանց բազայի վրա է այսօրվա մեր բանակը ստեղծում այսինքն այդ մեր բանակի ծիլն է ինքը տնկում Ի վերջո կանգ առավ այն տարբերակի վրա, որը վայրկյաներ անց բոլորը կտեսնեն Ավանում, հենց Բաբաջանյան փողոցում, երբ պաշտպանության նախարարը ինքն ու փոքրիկ մարշալ Նեան կբացեն Սավանը, Գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ։ Տարածքում մի պահ ամեն ինչ քարացավ, հետո տարբեր կողմերում բացականչեցին, մեր լեգենդար մարշալն է, զրահատանկային զորքերի հրամանատարը։ Կամ ինչպես արձանի ձախ կողմում, պատվավոր շարքում տեղավորված վետերանները կասեն Լեռնային արծիվը, երկաթե սև Բագրը։ Պաուստա ռուսերեն ասած, նրա մոտ օտիվ դոյր։ Խաչիկ Հովսեփյանը հպարտորեն ներկայանում է ոչ թե անուն ազգանուն հայրանունով, այլ կարճ մարշալ Բաբաջանյանի զինվոր։ Դա տիտղոս է, քանի առավոտ է գալիս է նստում այս այգում զրուցում իր հրամանատարի հետ, ինչպես այն օրերին, երբ մարշալը զինվորի հետ 2 բառ էր փոխանակում։ Սեկրետնի պակետներ էի տանում բերում, ինք անձամբ տեսել է եւ միակ խոսք ասեց։ Ազգի պատիվ է բարձր բան։ Երբեք չեմ մոռանում։ Բայց հիմա մարշալի զինվորը կուզեր զրահատանկային զորքերի հրամանատարին ոչ թե նստած տեսնել, այլ կանգնած տանկի վրա։ Նա պետք է տանկի վրա յանիր, բաշնին կայնած ոչ թե նստած։ Ես հաղթող մարշալ եմ արել, բանը հաղթած եւ նստած Հիտլերի աթոռն է։ Ասես թոթի արա խմել ես, ես շատ էի իմամ թոթը ինչ բան է, ակաս թոթի արա։ Ես երջում իմացա։ Վետերանը հուշերի գիրկն ընկավ այնտեղ, որտեղ հիմա ամբողջ միջավայրն է տանկային։ Բաբաջանյանի թիկունքին կանգնած երիտասարդ տանկիստներով ու նույնիսկ դեպի արձանը տանող ճանապարհով, որն ամբողջությամբ տանկի հետքերով է ճարտարապետը նախագծել։ Այս սրանք զրահատակի հետքերն են, որը գնում վերջը փոցիկոմը դառնում է կանաչ, այսինքն մարտական դաշնացած մարտական հերոսական ուղից հետո նա քաղաքացիական կանք էր տարում։ Այս ընթացքում բոլորը փորձում էին գուշակել, ինչու են գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն ու շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը եկել հսկայական շախմատը ձեռքներին։ Պարզվեց դա հենց Համազած Բաբաջանյանի շախմատն է։ Ոչ մի բան չի փոխված։ Ոնց նվերել եմ, դες փակում ասեմ։ Չէ։ Մարշալի անձնական շախմատը լեգենդար գրոսմայստերին Մոսկվայում փոխանցել է Բաբաջանյանի դուստրը Լարիսան։ Քանի տարի է Ռաֆայել Վահանյանն այն պահում է սրբորեն։ Հիմա այն կփոխանցի շախմատի ֆեդերացիայի նախագահին։ Այսօր ես թվում է լավ ժամանակն է, որ մենք հասնենք մեր գլխավոր հրամանատարին։ Պետք է որ հաջողություններ բերի մեր նախագահին, որովհետև այս շախմատով լեգենդ նախագծել։ Սերժ Սարգսյանն էլ այս շախմատով չի խաղա։ Նախագահն այնտեղում հանձնեց պաշտպանության նախարարության թանգարան։ Լեգենդար մարշալի արձանին ծաղիկ դնելու է եկել նաև Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը։ Բեն Հոջսը նայելով Բաբաջանյանի աչքերին զինվորական պատիվ տվեց, հարցազրույցում հիմնականում գովելով հայ զինվորներին։ Տեսել եմ հայ զինվորների գործողությունները զորավարժությունների ժամանակ։ Տպավորիչ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարողանում է գտնել նման ներուժ ունեցող կադրերի։ Հիշեցումից հետո, որ պաշտպանության նախարարությունը չի գտնում ներուժ ունեցող կադրերի, այլ հայ զինվորն է այդպիսին, ամերիկացի գեներալ գնդապետն ուղղեց ինքն իրեն ու շեշտեց, որ Հայաստանից բացի այդպիսի զորք մեկ էլ ԱՄՆ-ում է տեսել։ Միացյալ Նահանգների զինվորներն էլ են այսպիսին։ Բերլինի գրավմանը մասնակցած Բաբաջանյանի արձանը թաքնված ուղերձ ունի։ Քանդակագործը ցույց է տալիս հայոց ցեղասպանության մասին Հիտլերի խոսքերի պատասխանն այստեղ 4 բառով։ Հիտլեր ես քումել է։
Շակե Ղազարյան, Նարեկ Գալստյան, ժամլրատվական։